ծնավ և հայտնվեցավ։ Ամեն ծափահարել ժամանակի սուղության պատճառով ես շատ արագ ուզում եմ անդրադառնալ մի հակիչ լրացում անել, այնքան արդեն բազմերանգ և բովանդակալից էր այն ամեն ինչ լսեցինք և տեսանք, որ ինձ պետք է ամեն գնով փորձեմ տեղավորվեմ։ Ես մի համարի շուրջ եմ ուզում, որ ամբողջ մեր ուշադրությունը հրավիրված լինի այդ համարի շուրջ։ Եվ հրեշտակը նրանց ասեց նրանց, մի վախենաք, որտեղ հայ ես մեծ ուրախություն եմ ավետում ձեզ բոլոր ժողովրդին, որ բոլոր ժողովրդին պիտի լինի, և 11-րդ խոսքը պետք է ուզեմ, թե այսօր ձեզ համար փրկիչ ծնվեց Դավթի քաղաքի մեջ։ Ամբողջ պատգամ ուզում եմ հենց սրա շուրջ խոսենք, սիրելիներ։ Ապշեցուցիչ բան է։ Դուք պատկերացրեք հովիվներ, որոնք գնացել են սար և գիշերով հոտը խնամում են, նայում են, որ ոչ մի գազան ու գայլ հանկարծ չկա և նրանց հոշոտի, նրանց ողջ ուշադրությունը և մտածողությունը երկրի վրա էր և երկրային էր, նրանք նայում են, որ հոտերի այդ ոչխարներից մեկը հանկարծ չպակասի, մեկ էլ այդ պահին, այնքան եմ ուզում, որ այդ պատքերը տեսիլքի պես բացվի մեր առջև, հանկարծ այդ պահին բացվում է երկինքը, ասես և մի հրեշտակ փայլում է այնտեղ, ում է հանդիպել հրեշտակը, և դրանից հետո տեսարանը ավելի շքեղ է դառնում, մի հոծ բազմություն հրեշտակների, պայթում է երկնքում հրեշտակային երգչախումբը, մեծարման, փառաբանքի, ուրախության։ Ուղղակի առաջին բանը, որ աչք է զարնվում, Աստծո խոսելու կերպի նկատմամբ դա նա է։ Ում է այս խոշորագույն իրադարձությունը, տեզրական նշանակության իրադարձությունը, ում միջոցով է հաղորդվում երկիր մոլորակին։ Պողոս առաքյալը ասում է, որ շատ ձևերով և շատ կերպերով Աստված խոսեց մարդկանց հետ, բայց այս վերջին ժամանակում իր որդիով խոսեց։ Եվ իսկապես երբ որ մենք քննում ենք և նայում ենք հին կտակարանը, ցնցող կերպերով է Աստված խոսացել, ամբողջ հին ուխտում, միշտ զարմացնող, միշտ էքստրավագանտնի, միշտ սենց ազդեցիկ։ Հիմա ես զարմանում եմ, ինչպես կարելի էր այս շատ պատմական իրադարձությունը, աշխարհում ռադիկալ փոփոխություններ բերող իրադարձությունը, հանկարծ անգրագետ, հասարակության ամենացածր ստոր խավի, դրանից ներքև բան չկար, չոբան լինելուց բացի, հանկարծ այդ լուրը գալիս է հովիվներին, հասարակության ամենացածր խավում բնակվող, ապրող, ծառայություն անող, գիշերը չքնող, չոլերի մեջ ապրող մարդկանց է տրվում այս լուրը։ Ես այնքան եմ փափագում, որ այս պահին դուք կարողանաք տեսնել Աստծո սիրտը, ինչու, միթե Իսրայելի մեջ վարդապետներ չկային, միթե չկային հանճարեղ կրոնագետներ, միթե չկային հրաժողովուրդը միշտ պարտեցել է իր իմաստուններով, նույնիսկ գիտական աշխարհում ասել են, որ միայն Էյնշտեյնը բավարար է հրաներից, որ ասենք աշխարհի ամենաիմաստուն ազգն է, ու հանկարծ բոլոր էլիտան, թագավորներին, քահանայապետներին, հզոր մարդկանց թողած հրեշտակները եկել են չոբանների մոտ, հովիվների մոտ և մարդիկ, որոնք կարող եմ ասել, որ զուրկ էին գուցե
գեղագիտական ընկալումներից, բայց մի անգամից նրանց տեսիքը շշմեցրեց, ապշեցրեց այդ սքանչությունը, այնպիսի հոգևոր օգնություն եւ գեղագիտական ճաշակ զարգացավ հովիվների մոտ տեսնելով երկնային փառքը, ես չեմ կարող նկարիչ չեմ, որ այդ պահը կարողանամ նկարել այդ տեսարանը, կոմպոզիտոր չեմ, որ կարողանամ այդ հրեշտակների փառավոր երգեցողությունը հնչեցնել այդ տեսարանը, բայց դուք մի հատ մտածեք, այդ բոլորը կատարվում է ոչ թե հրապարակի մեջտեղում, սարում առանձնացած մի քանի չոբանների համար, հովիվների համար է սքանչելի տեսարանը նկարագրվում, ընդամենը հովիվների, Աստված ընտրեց այս աշխարհի տկարները, ներքին խավում եղողները, ինչքան տարբեր է, ինչու ընտրեց Տերը, այդքան ռադիկալ եւ առանցքային տարբերություն, հին ուխտում մարդկանց հետ խոսելու մեթոդի բնագավառում եւ նոր ուխտում։ Միայն մի օրինակ բերեմ հին ուխտից, հիշեք Սինալերը սիրելիներ, ինչ էր կատարվում այնտեղ։ Մախում էր ամբողջ լեռը, հրաբուխը կրակի պես ժայթքում էր գագաթից, սարսափը բռնել էր մարդկանց, երկրաշարժը, կրակը ցնցում էր, մարդիկ ահաբեկված էին, վախեցած։ Չէ, չենք ուզում, Մովսես խնդրում ենք, եթե իր ձայնը լսենք, մենք կմեռնենք, Իսեր Աստծո, դու գնա այդ լեռը, եւ ճիշտ էր։ Եվ Աստված ասել էր, թռչուն անգամ, եթե փորձի ճախրել Սինայի երկնքում, մի անգամից սատկացած կլինի, ոչ մի կենդանի չմոտենա, սուրբ է Աստված եւ սուրբ է այնտեղը, որտեղ նա հայտնվել է։ Իսկ ինչու հանկարծ նոր կտակարանում, այդքան հուշիկ, այդքան աննկատ, ամբողջ 3 միլիոն ժողովուրդը դողում էր, ցնցվում էր վախից, շատ կերպերով Աստված խոսեց, շատ ժամանակներում, սակայն նոր կտակարանում, բոլորովին ուրիշ մի մեթոդոլոգիա է ընտրել Աստված խոսելու մարդկանց, աննշան, աննկատ, հասարակական հնչեղություն չստացած հովիվներին է հանդիպում նա։ Եվ պատահական չի, որ հրյար ժողովուրդը մի օր կասեր, մենք գիտենք, որ Աստված խոսեց Մովսեսի հետ, բայց սա ով է։ Գիտեք ինչի կարող են այդպես խոսել, որտեղ նրա մարդանալը, աշխարհ գալը, այնքան գողունի էր, այնքան թաքուն կարծես, ով ասա, Մովսեսի հետ Աստված խոսեց լեռան վրա, սա ով է, բայց նա եկավ աննկատ ու աննշմար, համեստ կեցվածքով, ծառայի կերպարանքով, մսուրի մեջ ծնվելով, եւ խոսեց հրեշտակը ուրախության մասին։ Ծննդյան ուրախությունը ո՞րն է։ Այսօր ծնունդ է, մենք հավաքվել ենք այդ տոնը նշելու, բայց ո՞րն է այդ ուրախությունը, մենք կարողանում ենք արդյոք դա ընկալել եւ ըմբռնել ինչի մասին է խոսքը։ Ավետարանիչը եւ Եսայիա մարգարեն ասում են, խավարի մեջ նստած ժողովուրդ կար։ Գիտեք, եթե մարդիկ մտածում են, որ ծնունդը ոչ մի բան պետք է չփոփոխի, շատ բաներ փոխում է ծննդյան տոնը մասնավորապես, շատ բաներ է փոխվում աշխարհում, բայց կա մի ուրիշ փոփոխություն, որի մասին ես ուզում եմ խոսացած լինել, օրինակ ինչերն է փոխվում, ծննդյան արդիվ, մարդիկ սկսում են տները ավելի լավ մաքրել, պատուհանները փայլեցնել, այդ տնային տնտեսուհիները ամեն ինչը կարգավորում են, ոմանք անմիջապես մտածում են իրանց փոփոխությունը, չէ՞ սա, բիզնեսը զարգացնել են, հարուստները, վայ, խանութներից ռեկլամ անմիջապես գցեմ հեռուստացույց, ինչքան կարամ շատ փող տանեմ, ինչքան շատ ապրանք ռեկլամեմ, հավաքեմ այդ բոլորը, չէ՞, փոփոխություններ են սրանք, հա, փոփոխություններ են, նաև զարգանում է տուրիզմը, մարդիկ գնում են տարբեր տեղեր,
նվերներ են տալիս, նվերներ են ստանում եւ հյուրասեր են դառնում։ Նրանք անգամ ովքեր բոլորովին հյուրասեր չեն եւ պարտավորված են տեղին անտեղին բոլոր հյուրերի առջեւ ժպտալ։ Նույնիսկ ցանկալի հյուրերի առջեւ պարտավոր են ժպտալ այդ օրը։ Ինչքան փոփոխվում են մարդիկ, ինչքան փոփոխություններ են կատարվում։ Բայց այս փոփոխությունն է արդյոք էականը, ինչ կբերի այս ծնունդը կոնկրետ մեզ համար։ Հրեշտակ ասում է, որ ուրախություն նա բերում է եւ ծնում է ուրախություն։ Ինչով պետք է ուրախանալ։ Որոնք են այն բաները, որոնք կարող են մեզ ուրախացնել։ Սերներ, այսօր էլ աշխարհը սարսափելի խավարի մեջ է։ Բոլորովին տարբեր չի Զաբողոնի ու հեթանոսած Գալիլեայի նման, նրանցից տարբեր չի շատ նման է։ Աշխարհը պատված է մութ, ցավոտ խավարի մեջ։ Մարդիկ ապրում են, շարժվում են, գործում են, կյանքը անց են կացնում կատարյալ մթության եւ խավարի մեջ, մեղքի, անորոշության, ցավերի, վշտերի, դառնությունների, սպանությունների, բռնաբարությունների։ Այսօր առավոտ նայում եմ, հարցակվել են, ուղղակի չգիտեմ, ուզում են փախստականների վրա շարակցեն, թե իրոք այդպես է։ Գերմանական քաղաքներից մեկում խմբով հարցակվել են կանանց վրա եւ տոն են իբր նշում, խայտարակություններ են կատարվել։ Կանայք ողբով բողոքում էին այն բռնությունների եւ բռնաբարությունների համար, որոնք իրականացրել են տոնի արդիվ։ Սարսափելի բաներ են կատարվում երկրի վրա, այս սպանդները, այս համատարած համաշխարհային խելագարությունը, նարկոմանիան, մարմնավաճառությունը, ալկոհոլը, զանգվածները ոչնչացնում։ 60 միլիոն մարդ ասեցի մեռան անցյալ տարի, եւ գիտեք միլիոնները դրանցից ծխախոտի, միլիոնները խմիչքի, նարկոմանիայի, ամենամեծ առևտուրը, որ կատարվում է, նարկոտիկների բնագավառում, ինչ փողեր են շինում, բա սա խավար չի, բա սա սարսափելի չի։ Եթե տարեկան մոտ 100 միլիոն երեխայի սպանում են մանուկ ծնված, եւ նրանց արյունը բողոքում է երկնքում, երկնքի առջև բողոքում է, այդքան ապովտ են անում մարդիկ տարեկան։ Սա ինչ երկիր է, ինչ սարսափելի է։ Եվ այդ խավարի մեջ նստած ժողովուրդը հանկարծ լուր է ստանում։ Մի լույս ծագեց։ Իդեպ Հովհաննես առաքյալը բոլորովին այլ կերպ է ներկայացնում Քրիստոսի ծնունդը ի տարբերություն Մատթեոսի, Մարկոսի եւ Ղուկասի։ Եվ ասում է այսպես. լույսը աշխարհ եկավ։ Այս մարդիկ, որ չար էին գործում, ատեցին լույսը ու խավարը սիրեցին, որպեսզի իրենց չար գործերը լույսի ներքոյի հայտ չգան։ Մարդիկ ուզում են թաքցված մնալ Աստծո ամենատես աչքերից։ Նա քո ամեն ինչը մինչև ուղն ու ծուծդ կարդում է եւ գիտի քեզ դու ով ես։ Եվ նա ոստիկանական մահակ չունի իր ածելքին, որ խփի քո գլխին, այլ առայժմ ինձ ու քեզ դեռ հնարավորություն եւ շանս է տալիս եզրակացություններ անելու համար։ Այո, բոլորի համար չի նախ ուրախություն։ Ասեմ ձեզ, որ Քրիստոսի ծնունդը թե ուրախություն է, թե պատասխանատվություն։ Նրա գալը մարդկանց կանգնեցնում է պատասխանատվության առջև, Աստծո առջև։ Պատասխանատվության առջև ես տվեցի քեզ իմ որդին եւ պահանջելու եմ դրա փոխարեն, եթե դու չտվեցիր քո սիրտն ու սերը ինձ։ Եվ խիստ է պահանջելու, ահեղ եւ հզոր դատաստան կա աշխարհի համար պատրաստված։ Այն Աստվածը, որ արարել է ամեն ինչը, այն Աստվածը, որը Տերն է, արարիչն է երկրագնդի, նա եկավ այս աշխարհ մարմնացավ, տանուտերը տուն էր եկել։
բայց չընդունեցին նրան։ Տանուտերը տուն էր եկել էր իր ստեղծած երկրին այցելության, բայց երկիրը չիմացավ այդ մասին։ Աննկատ հուշիկ, բոլորովին ուրիշ հոգեբանությամբ եւ ուրիշ կերպ քայլեց նա մարդկության մեջ։ Եվ այն ժամանակ էլ ողբերգություն կար։ Ոմանք այդ ծնունդը շատ չար ընդունեցին Հերովդեսի եւ մյուսների նման։ Եվ այն ժամանակ էլ մանկա սպանությունը տարածվեց։ Ինչպես կարող էին ուրախանալ այն կանայք Քրիստոսի ծննդյան կապակցությամբ, որոնց երեխաներին մինչև 2 տարեկան սրի մատնեցին, նրանց մայրերը ողբում էին։ Ինչու, որովհետև բոլորովին միանշանակ չընդունվեց երկիր մոլորակի կողմից նրա ծնունդը։ Ոմանք ցավերի մինչև այսօր էլ պատմությունը կրկնվում է, ոմանք տառապանքի, այսօր մենք այստեղ նստած ենք, բայց դյուրավոր քրիստոնյաներ մորթվում են Քրիստոսի անվան համար, ինչպես նաև նրա ծննդյան օրը ժամանակը պատահեց այդ դեպքերը։ Սակայն մենք նայենք, ասում է խավարի մեջ հանկարծ լույս փայլեց, լույսը աշխարհ եկավ։ Ուրախության հիմքերը որոնք են։ Սերներ, մեր ուրախության օբյեկտը ընդգծված համար կա այստեղ։ Ես ուզում եմ 3-4 անգամ 11 համարի ձեզ համար բառերի տակ գծել, ձեզ համար, քեզ համար, ամենավերջին անկյունում նստածից մինչև մեր սիրելի Ահարոնը, ինձ համար, քեզ համար նա եկավ։ Ուրախության աղբյուրը կամանց շուտով կբացվի մեզնից յուրաքանչյուրի սրտի համար։ Մեր ուրախության օբյեկտը ինքը Հիսուս Քրիստոսն է։ Ծննդյան ուրախությունը եւ բարի լուրը անձամբ անձ է, օբյեկտը Հիսուս Քրիստոսն է։ Փառք տանք նրան անվանը, որ նրանով է, որ մենք պետք է ուրախություն ունենանք։ Լույսը աշխարհ եկավ եւ լույս գցեց մարդկանց վրա։ Ինչպես է սկսվում այդ ուրախությունը։ Դա Նիլս Բոուրի տեսության համաձայն ֆոտոններով տարածվող լույսը չի, դա ուրիշ մի լույս է, որ ասма աշխարհ եկող բոլոր մարդկանց կլուսավորի։ Ինչ է նշանակում դա, որ այդ լույսը գալիս է եւ սփռվում քո ներսի աշխարհի մեջ, եւ մարդը տեսնում է ինքը իրեն, լուսավորում է բոլոր մարդկանց։ Մարդը առաջի բանը, որ տեսնում է, դա իր ամբողջ կորսված ու մեղավոր էությունն է։ Այդ լույսը լուսավորում է, որ դու տեսնես ինքդ քեզ, քո ներքին աշխարհը, քո շարժառիթները, քո դիրքապաշտությունը, քո, չգիտեմ, փառասիրությունը, քո ցանկասիրությունը, քո աշխարհսիրությունը, քո կրկապաշտությունը, մարդը սկսում է տեսնել իրեն բոլոր բախտությունների, անօրինությունների եւ անսրբությունների ակն ու աղբյուրը մարդկային սիրտն է։ Մարդը տեսնում է իրեն։ Ինչքան լավ է, որ նա իր մի ձեռքում ունի այն պրոբլեմները, որ դնում է մարդկության առջև, եւ մյուս ձեռքի մեջ ունի այդ պրոբլեմների լուծումը։ Մի ձեռքի մեջ նա ցույց է տալիս այն բոլոր անօրինությունները եւ բախտությունները, որոնց աղբյուրը ես եմ եւ դու մարդը։ Եվ երբ դու լուսավորվում ես, ինչքան գեղեցիկ էր այս ներկայացումը, ինչքան գեղեցիկ էր ծնունդը, մեծանալը, բայց նաեւ զարմանալի էր մահը եւ զարմանահրաշ էր հարությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ մանուկը,
որը եկավ որպես Քրիստոսի լուսավորեց ամեն մարդու։ Ես չեմ հավատում, որ երկրագնդի վրա մի մարդ կա, որի հետ Աստված երբևէ որևէ կերպ չի խոսում։ Տարբեր ձևերով եւ տարբեր կերպերով խոսում է։ Եվ գիտեք ինչ, երբ որ ես նկատեցի Սուրբ գրքից, որ Մովսեսի ժամանակ այդքան ցնցող կերպերով խոսեց, իսկ նոր կտակարանում իր որդիով այդքան համեստ ձևով նա աշխարհ եկավ։ Ակամա հիշեցի Եղիայի տեսիլքը։ Նայել, ասում է ուժեղ, մանրահող եղավ, ժայռերը ճեղքող։ Երկրաշարժ եղավ, բայց Տերը դրա մեջ չէր։ Մրրիկ եղավ, Տերը դրա մեջ չէր։ Կրակ եղավ, Տերը դրա մեջ չէր։ Հանկարծ մեղմ ու բարակ մի հատ ձայն եղավ։ Ինչքան մեղմ ու բարակ նա խոսում է մեզնից յուրաքանչյուրի սրտի հետ։ Այդ մեղմ ու բարակ ձայնի մեջ էր Տեր Հիսուսը։ Տեսեք, նոր կտակարանը հոգեբանորեն տարբեր մի բան է։ Մեղմ ու բարակ ձենով, նուրբ ու հուշիկ ու աննկատ նա գալիս է եւ խոսում է ցույց տալուց հետո մեր մեղքերը եւ ցույց է տալիս, որ դու ինչպիսին ես, քեզ ցույց է տալիս, հետո անմիջապես բացում է բուժման ճանապարհը։ Ես ուզում եմ մի համար կարդալ, սիրելիներ, որ կարծում եմ մեզ կօգնի գիտակցելու ինչ ուրախություններ ունենք մենք իր ծննդյամբ։ Որովհետև այն ինչ անհնար էր, ինչն էր անհնար, եւ անկարելի էր մեզ մարդկանց համար, Աստված իր որդին ուղարկեց մեղանչական մարմնով, մարմնի նմանությամբ մեղքի համար եւ դատապարտեց մեղքը այդ մարմնի մեջ։ Աստված ուղարկեց, սա ծնունդ է, իր որդին մարմնի մեջ։ Պողոս առաքյալը այսպես է նկարագրում Տիրոջ ծնունդը եւ գալը։ Անհնար բան կար, ո՞րն էր դա։ Ես եւ դու երբեք չենք կարող մեղքին հաղթել։ Երբեք չփորձես իզուր։ Երբեք ի վիճակի չենք մենք որևէ ձևով մեր որևէ մեղքը մաքրել մեր վրայից։ Վիճակագրական տվյալներով ասում են, որ մարդու մտքով անցում է օրական 10,000 միտք։ Եթե միայն ոչինչ արած չլես, ու չխոսես, չշնանաս, չսպանես, չգողանաս, ոչինչ չանես, մենակ այդ 10,000 մտքից 1000 միտքը մեղանչական լինի, ուրեմն դու տարեկան գործում ես 365,000 մեղք տարեկան։ Այդ էլ որ բազմապատկես 70-ով կամ 80-ով գնահատես ինչ է։ Մի մեղք հետը չես կարող տանել երկինք։ Ուրեմն անհնար է, այն ինչ անհնար էր, ասում է Պողոս առաքյալը, դա քեզ համար անհնար էր, ոչ քո ինտելեկտը, ոչ քո կրթությունը, ոչ քո զարգացածությունը, ոչ հոգևոր հարուստ փորձառությունը, ոչ սուրբ գրքի իմացությունը, ոչ ծոմապահությունը, ոչ աղոթքները, ոչ մի բան, ոչ ասկետիզմը, ոչ ճգնավորությունը չի կարող բերել քեզ մեղքերի թողություն։ Միայն եւ միայն նա, Հիսուս Քրիստոսը, որ աշխարհ եկավ ամբողջ մարդկության մեղքը իր վրա վերցնելու, մարմինը ստացավ դրա համար եւ իր մարմնի մեջ դատապարտեց մեղքը, երբ որ նա գալիս է իմ ու քո մարմնի մեջ նույն գործն նա կատարում, մեր ինքն է դա կատարողը։ Այսօր խոսք հնչեց նաև ազատագրության մասին, ինքն է դա կատարողը։ Եվ քանի որ ծննդյան ուրախությունը հասկանանք ինչ է, առաջի ուրախությունը ծննդյան, որ նա բերեց մեզ մեղքերի թողություն։ Ինչքան մեծ բավականություն ու հաճույք է։ Գիտեք, երբ որ մարդ անձամբ ստանում է Աստծուց, որ ներված է քո մեղքերը, ես վստահեցնում եմ ձեզ, նրանք ովքեր ճաշակել են, որ զգացել են, որ իրանք ներված են, այդ ինչ երջանկություն է, այդ ինչ ուրախություն է, ամբողջ աշխարհը դեղին ոսկի դառած, բերեն լցնեն ոտների տակ
չես կարող համատել այն ուրախության հետ, որի անունը մեղքերի թողության ուրախությունը։ Վերադարձու ինձ փրկության ուրախություն, ասեց Դավիթ թագավորը։ Այսինքն նա վայելել էր, նա գիտեր ինչա նշանակում փրկության ուրախությունը, իսկ փրկություն դա մեղքերի թողությունն է։ Գիտեր դա ինչա նշանակում։ Հետո ընկել էր մեղքի մեջ Դավիթը, կորցրել էր դա։ Եվ երբ որ կորցրել էր, այդ ուրախությունը չկար իր մեջ, նա աղիողորմ կանչում էր երկինք, վերադարձրու ինձ փրկության ուրախությունը, դա մեծ վայելք է, որն է ծննդյան ուրախությունը, առաջինը քո մեղքերի, իմ մեղքերի թողված լինելը, փառք տանք Տիրոջը, որ նա մեր մեղքերին թողություն է բերել, եւ մենք նրա սուրբ արյունով ստացել ենք այդ մեղքերի թողությունը, եւ ես ուզում եմ կարդացած լինել նաև, որին որ ձեր անձերը իբրև ծառա անծայեք, հնազանդվելու ծառա կրնեք նրան, որին որ հնազանդվում եք, եթե մեղքի մահվան կտանի, թե հնազանդության արդարության։ Տեսեք ինչ է ասում, ում որ տակ ձեր անձերը, երբ որ Քրիստոս գալիս է մեր մեջ, մեր ընտրության հարցն է մնում ստեղ, սիրելիներ, որը շատ կարևոր մի բան է, շատ կարևոր մի բան։ Մեր ընտրության հարցը, որն է դա, եթե դու մեղքին, արդեն դու կամք ունես, մարդը կամք ունի, եթե դու քեզ կամավոր ձևով տալիս ես մեղքին, պատկերացրեք նժարի մեկի վրա դրած է մեղքը, մեկի վրա դրած է Աստված։ Ասում է, եթե Աստծուն տվեցիր քո անձը, դու երջանիկ կրես, Աստծուն նրա ծառան կդառնաս։ Եթե մեղքին տվեցիր քո անձը, քո կյանքը, մեղքի ծառա ես։ Աստված ջան, ես ամոթուց անկեղծ եմ ասում, քիչ է մնում գետինը մտցնեմ։ Մի նժարի վրա դրած է կեղտը, մյուսի վրա Աստված։ Ու ասում է, ո՞րն ես ընտրում։ Ինչքան ենք մենք անճաշակ։ Ինչ խայտառակություն է, որ այդքանից հետո համեմատ է չի կարելի, գետինը մտնելու բան է իսկապես։ Պատկերացրեք նժարի վրա դրած է զուգարանի կեղտը։ Եվ այն մյուսի վրա Աստված, ում ընծայեք դրա ծառան եք ասում։ Դուք ում եք ձեզ ընծայում։ Սիրելիներ, եթե այսօր այստեղ կան դեռ մարդիկ, որոնք իրենց կյանքը չեն տվել Աստծուն, առաջարկում եմ քեզ կեղտի ծառա մի եղի։ Կեղտի ծառա մի եղի, դա քեզ կտանի հավիտենական դժոխք եւ այնտեղ կարթնանաս, արդեն ուշ կլինի։ Այսօր պետք է արթնանալ եւ Քրիստոսին ընդունել մեր սրտերի մեջ որպես Տեր ու Փրկիչ եւ նրան ծառայել։ Ամեն։ Այսօր է օրը փրկության, ասում է Սուրբ Գիրքը։ Այսօր է ընդունելության պահը։ Փառք Տիրոջը, որ այդ հնարավորությունը ունենք մեզնից յուրաքանչյուրս եւ մենք պետք է որ դրա առջևը կանգնենք եւ տեսնենք ինչ է։ Որտեղից է երևում, որ դա ոչ միայն ուրախության լուր է, այլ նաև պատասխանատվության։ Երբ Սիմոն ծերունին եկավ օրհնելու այդ ծնված մանուկը, ասեց. «Այսա ոմանց բարձրանալու եւ ոմանց անկման պատճառ կլինի»։ Այսինքն այս որ եկել է աշխարհ, ոմանց բարձրացնելու, բայց ոմանց էլ կործանման պատճառ կլինի, կործանման, որովհետև կմերժեն նրան, կործանման, որովհետև կհետաձգեն նրան ծառայելը, կործանման, որովհետև կասեն, հետո ես կանեմ այդ բանը, ամենա ահավոր չար, վտանգավոր ոգին, որ կա, սա է, այդ դեպը գալիս է ասում եմ, անպայման կանես, բայց հետո, անպայման կապաշխարես, բայց հետո, չի ասում, չապաշխարես հանկարծ դարձի չգաս, հանկարծ սիրտդ կյանքդ չտաս Հիսուսին, դեռ ժամանակ կլինի, տես այսքան ժամանակ, որ մեղք ես գործի, հո բան չի պատահի քեզ, էլի չի պատահի, կգա վաղտը, ոմանք էլ ասում են, ծերության ժամանակը, որ մեռնել ուլես, մի հատ խոստովանություն կանես կգնաս դրախտ, այ սիրելիներ, սա ամենամեծ խաբեբաս սատանան է, որ մարդկանց խաբում է։ Դու ինչ գիտես քո մեռնելու պահը։ Դու ինչ գիտես հանկարծամահ չես լինի։ Դու ինչ գիտես մեքենայից
վթարից չես մեռնելու։ Դու ինչ գիտես քնած տեղը չես մեռնելու։ Ով ասել որ քեզ պետք է գան ասեն սիրելիս քո մահվան պահը 2025 թվականի նոյեմբերի 13-ին է։ Դες բան չկա։ Շատ վատել օր ասեցի, հա երեշի։ Դες բան չկա։ Դու չես կարող պատրաստվել, չես կարող իմանալ։ Ոչ մեկս չգիտենք։ Եվ դա է պատճառը, որ նույն Աստծո որդին նա մեզ ուղղակի ասեց, որ արթուն մնացեք, չգիտեք երբ է, այս օրերում, երբ անբացատրելի պատերազմները, երբ ամբողջ հասարակությունը բարոյապես լքված է, երբ խայտառակությունները, երբ պոռնոգրաֆիան, ինտերնետը, լիքը, երբ որտեղ մարդիկ գրած է, եւ արդար խոստի հոգին տարապում էր, գիտեք խես տարապում, ցախ է սուր գալի անառակությունա, աչ է սուր գալի անառակությունա, նայում էր առաջանա, հետևեր նայում, խայտառակությունա, սպանդ, ոչնչացնել, եւ դաժանությունը բռնել է աշխարհը։ Ես ցնցված եմ, երբ որ տեսա ինչպես այդ իսլամական դիվային ուժերը երեխային պոկեցին գրկից եւ քչեցին վերև եւ երբ որ երեխան ընկնում էր թուրը պահեցին եւ պատկերացնում եք մոր խելագարությունը այսքան դաժան այսքան խավարի մեջ ես բարի լուր ունեմ Քրիստոս մարդացավ եւ նա քո ուրախության օբյեկտը պետք է դառնա նրանով դու պետք է ուրախանաս Նրա փրկության ուրախությունը պետք է վայելես, նա ոչ միայն մեղքերի թողության ուրախությունն է բերել մեզ իր ծննդով, այլ բերել է նաև մեղքից ազատագրման ուրախությունը, բայց մի շատ եւ շատ լավ լուրեր ունեմ իր ծննդյան կապակցությամբ։ Մեծ հույսի ուրախությունն է բերել մեզ, թե մեզ ապագայում ինչ է սպասվում, մեզ նա ասում է դու կարող եք երկրի վրա չարչարանքներ ունենալ, տառապանքներ, բայց աչքը չի տեսել եւ ականջը չի լսել եւ մարդու սրտի մեջ չի ընկել այն ինչ Աստված պատրաստել է իրեն սիրողներին Փառք Տիրոջը երկնքում պատրաստած ուրախություն ունեն հավերժական ուրախություն Ես երբեմն ասում եմ իմ գործընկերներին ասում եմ հավիտենությունը ինձ բավարար չի որ ես նրան վայել եմ, երան է են օրը, երբ իմ աչկերը կհառեն իր աչկերին, երբ իմ ականջները բաց կլինի իր ձայնին, երբ ես կարող եմ հափշտակված սիրտդ ասմա, տենց հաճույք դեռ չի տեսել, սիրելիներս տեղ մարդ չկա, ձեր մեջ մարդ չկա, կյանքում որ մի անգամ գոնե մի բանից հաճույք ստացած չլի, վստահեցնում եմ քեզ, ցանկացած հաճույք աղբու զիբիլա այն մեծագույն գերագույն հաճույքի հանդեպ որ պատրաստել Աստված իրեն սիրողների համար երկնային արքայությունում այո սա է ուրախության ավետիսը սա է ծննդյան ուրախությունը ինչով օբյեկտը ուրախության ինքը Հիսուս Քրիստոսն է